վերելակի դրան մասին է, դուք ինքներդ տեսնում եք, որ հիմա ես այս պահին չեմ կարողանում դուռը բացել, որովհետև ինքը ունի անվտանգային համակարգ, հատուկ կոդ պիտի ունենաս այս դուռը բացելու համար։ Բայց ինքներդ տեսաք, որ Անդրանիկ Թևանյանը երբ որ մի կերպ համաձայնության գալուց հետո ոտքով շարժվեց այստեղ, քննիչները արդեն բացել էին ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները դուռը բացած իրեն էին սպասում։ Այսինքն նախապես իրենք փաստորեն կոդը ունեցել են։ Այդ նույն տարբերակով ես չգիտեմ ոնց, նաև բնակարանն է մուտք գործել, այս շքամուտքն էլ ունի կոդ, այդ կոդն էլ են իրենք ունեցել, ներողություն բարձրացել են եւ ապօրինի կերպով մուտք են գործել բնակարան։ Եվ սա այն վերելակն է, որի վրա մի քանի օր առաջ հարձակում է տեղի ունեցել։ Այստեղ որ դուք նայեք, նաև ոնց որ հետքերը արդեն երևում են, հեսա այստեղ այդ ծեփամատիկ են ասում, ինչ են ասում, այստեղ արդեն թափված է։ Տեսախցիկները քննիչները արձանագրել են, գործը հարուցված է, ես մանրամասների չեմ տիրապետում բնականաբար, որովհետև նախաքննության գաղտնի գոյություն ունի, իրենց ասելով գտել են, ովքեր են, ինչ են, ինչ նպատակով, հա, ես տեղեկություն հարցնում էլի, իրենք կարողացել են այս դուրը բացել։ Իմ տեղեկություններով, որքանով որ ես գիտեմ, չգիտեմ, իրավունք ունեմ դա ասելու, թե չէ, չեմ կարող, բայց իմ տեղուցը սխալ եմ բացել են դուռը եւ թողել գնացել են։ Այսինքն չէ բարձրացել վերև Տիկին Մանուկյան։ Պայմաններ են երևի այստեղ։ Կամ ուզեցել են պայմաններ ստեղծեն, որպեսզի հիմա այս մասկի շոուն իրականացնելու շրջանակներում դուռը բաց լինի, ոչնդոտ չլինի, կամ պարզապես այսպես հոգեբանական ճնշում են ուզեցել գործադրել պարոն Թևանյանի նկատմամբ, բայց իրեն հաստատ լավ չեն ճանաչում, որտեղ ինքը այդպիսի բաներից ճնշվող անձ է։ Այսինքն այս վերելակը միայն պարոն Թևանյանին է սպասարկում։ Այս վերելակը, երբ որ պարոն Թևանյանը գնել է, արդեն իսկ եղել է կառուցված եւ սպասարկում է պարոն Թևանյանի եւ կարծեմ նրանց վերևի հարևանի բնակարանները։ Դուք կարծում եք, որ երկու հոգի ոզման ձերբակալված են այս կարծեմ մեկ ուժման փոստերի վրա հատրանքով։ Կարծում եք, որ այդ երկու հոգի այս տվյալները կարող են փոխանցել իրավապահներին, որ արդեն բացել էին իրեն։ Ես ընդհանրապես կարող եմ ողջամիտ կասկածներ ունենալ, հաշվի առնելով նաև այս իշխանությունների ու նրանց կամակատար իրավապահների գործողությունները։ Այն ընթացքում երբ գրասենյակը խոզարկում են, տեղեկություն տարածվեց, որ արդեն խոզարկում։ Այդ տեղեկությունը ճիշտ է, ինչպես է կարողացել տուն մտնել։ Այդ տեղեկությունը մենք էլ ենք ստացել մանրամասներին, չեմ տիրապետում, որտեղ ձեզ հետ հավասար ես գտնվում եի։ Այսօր եկան դուրը բացել արդեն թե մենք երբ որ եկանք լրագրողների ներկայությամբ ենք եկել ու եթերում դուրը հերիք չի բացել, մի հատ էլ քննիչներն ու այդ աշխատակիցներն ներսում կանգնած սպասում են։ Ավելին, այդ ընթացքում նաև փաստորեն իրենք բնակարան են ներխուժել, որովհետև մինչև մենք այստեղով Անդրանիկ Թևանյանի հետ ոտքով բարձրացանք իրենց բնակարան, ով հրաշք մեզ դուրը բացեցին ոչ թե ընտանիքի անդամները, այլ քննիչները։ Ու ես չգիտեմ ներսում ընտանիքի անդամ կար թե չկար, բայց քննիչները մեզ դիմավորեցին։ Ասած չգիտի։ Որ ընտանիքը, այո, տանը չի եղել, դասի են եղել եւ այլն իրենց գործերը, թե քննիչները ոնց են մարդու բնակարանում հայտնվում, ինչ իրավունքով, ինչ թույլտվությամբ դե արդեն դուք ինքներդ։ Բայց ասել էր առանց իրեն չլինի, չէ՞, խոզարկությունը։ Ես փաստորեն հետո իմացա, որ պայմանավորվածության էին եկել, որ առանց իր ներկայության այդ խոզարկությունը քննչական գործողությունների տեղի չունենա, բայց փաստորեն տեսանք, որ իրենք պայմանավորվածություն պահելու ընդունակ չեն։